Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Մեր եթերը շարունակվում է, մեր հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Լյուստրացիայից եւ ինքնալյուստրացիայից սահուն անցում կատարենք հիբրիդային պատերազմներին եւ այն գործիքակազմին, որոնք կիրառվում են, այդ թվում նաեւ մեր հայկական ԶԼՄ-ներում եւ ինչու ոչ այլ երկրների ԶԼՄ-ն այդ պատերազմի շրջանակներում, նաեւ տեղեկատվական տիրույթում։ Ես տեսնում եմ տարբեր լրագրողական հետաքննություններ, բավականին որակյալ աշխատանքներ, որպես 20 տարվա լրագրող կարող եմ դա պնդել, որտեղ բացահայտվում է այդ գործիքակազմը եւ նշվում է, որ օրինակ Հայաստանում 26 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին դերակատարները սկսել են կիրառել հայալեզու լսարանը թիրախավորող հիբրիդային պատերազմի այնպիսի գործիքներ, որոնք նախկինում լայնորեն կիրառվել են հետ խորհրդային այլ երկրներում եւ Եվրոպական միությունում։ Հասկանալի է, որ երկրների մասին է խոսքը, այսպես կոչված Մոլդովայի փորձը կամ Մոլդովայի սցենարը։ Խնդրեմ նաեւ ձեր տեսակետը, դուք որպես ոլորտի մասնագետ, պրոֆիլային մասնագետ, ինչ ուղղություններ եք տեսնում այս պատերազմում, որոնք են հիմնական թիրախները եւ ինչպես հետեւապես փորձել հակազդել այդ գործիքակազմին։ Մենք այս ստուդիայում առիթ ենք ունեցել զրուցելու այդ թեմայով եւ այն ժամանակ ես ասում էի, որ պետք է սպասել, որ այդ հիբրիդային պատերազմ կոչեցյալը կսասկանա եւ ինչքան որ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան այդ պատերազմը թեժ է լինելու։ Այն հետաքննական նյութերը, որոնք որ հրապարակվեցին, դրանք շատ այսպես հստակ պատասխան էին այն մարդկանց ինֆորմացիոն դաշտում այսպես շատ ակտիվ գործող, այդ թվում լրատվամիջոցների ղեկավարներին, ովքեր որ վերջին հատկապես շաբաթների ընթացքում ակտիվորեն առաջ էին տանում այն թեզը, որ դա մտածածին բան է, ոչ մի հիբրիդային պատերազմ չկա։ Հիմա էլ են ասում։ Այո։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ուղղակի այդ թեզը շատ ավելի ակտիվ առաջ է մղվում, որ դա մտածածին բան է, որ ոչ մեկն ոչ մի հիբրիդային պատերազմ չի վարում, դա պետք է միայն իշխանություններին, որպեսզի նրանք այսպես իրենց գործողությունները կամ հակազդեցությունները առաջ մղեն։ Իրականում ովքեր որ հետևում են այդ զարգացումներին, նախ շատ լավ գիտեն, որ նույն Ռուսաստանում գործում է բարձրաստիճան պաշտոնյա նշանակված, որը որ զբաղվում է հետ խորհրդային երկրներում այդ ներքին ազդեցությունների վրա եւ մասնագիտացված է այդ գործնեությամբ, բնականաբար ինքը ոչ թե մենակ է, այլ դա ամբողջ մի ինստիտուտ է իր այսպես զարգացած ցանցերով եւ այլն, իրենց մարտավարությամբ եւ նաեւ ռազմավարությամբ եւ այն ինչ հրապարակվեց մեր մամուլում, դա ընդհանրապես նոր քայլերի բացահայտում էր, որովհետև մինչ այժմ ավելի շատ օգտագործում էր հետևյալ սխեման, որ ինչ որ արտասահմանյան լրատվամիջոցում այդ երկրի լեզվով ինչ որ հրապարակումներ էր կազմակերպվում, դա փոխանցվում էր հայկական լրատվական դաշտ, այստեղ ունեն իրենց ուրեմն կայանները, այսպես ասեմ, հարթակները, որոնք որ դա տարածում էին հղում կատարելով այդ սկզբնաղբյուրներին եւ պատրանք ստեղծելով, որ այն ինչ որ հաղորդվել է ճիշտ է։ Հիմա հաջորդ քայլը արդեն հայալեզու է այդ ամենը մատուցվում հենց դրսից եւ հենց ուղիղ այսպես հասարակության համար։ Ոչ միայն։ Ես դրա համար ընդգծեցի, որ այդ դրսի ուժերը, առհասարակ հիբրիդային պատերազմի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ դա կարող է ինֆորմացիոն ինտերվենցիա լինել դրսից եւ դա կարող է կազմակերպվել հենց ներսում։ Եվ այդ ցանցերը մեծ հաշվով փոխկապակցված են եւ այն
հարթակները եւ այն հարթակների ղեկավարները, որոնք որ ակտիվորեն առաջ են մղում այն թեզը, թե ոչ մի հիբրիդային պատերազմ չկա, իրականում նրանք հաճախ մասնակից են այդ գործընթացի եւ ակտիվ դերակատարներից են։ Եվ կարծում եմ, որ մեր հասարակությունը շատ լավ տեսնում է ինչ է կատարվում, բայց հրապարակումները վերջին ժամանակահատվածի կարծում եմ ավելի լավ կօգնի հասարակությանը հասկանալու, թե ինչ մեխանիզմներ եւ ինչ սխեմաներ են գործում այդ գործընթացում։ Եվ մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ դա կարող է արդեն լինել հղումներ, չգիտեմ, իսպանացի մի լրագրողի հրապարակման, բրազիլացի ինչ-որ մի լրագրողի հրապարակման, թուրք լրագրողի, որը որ Լուգանսկում կարող է քաղաքացիություն ձեռք բերած լինել եւ այնտեղ աշխատել, մի խոսքով շատ այսպես խճճված մեխանիզմներ է օգտագործվում, բայց նաեւ իհարկե օգտագործվում է ներքին լծակները եւ համենայն դեպս այն պնդումները, որ հիբրիդային պատերազմ չկա, կրկնում եմ, հասարակության զգոնությունը թույլատնելու նպատակով է արվում։ Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի այդպիսի բացահայտումներ շատ լինեն, շատ հետևողական գործեն այդ փաստերի ստուգման հարթակները, շատ կարևոր է, որպեսզի որակյալ լրատվամիջոցները իրենց լսարանի հետ աշխատեն եւ բացահայտեն այն բոլոր կեղծիքները, որոնք որ տարածվում են Հայաստանում, որովհետեւ չի կարելի այսպես թեթև մոտենալ դրան եւ համարել, որ այնպիսի ակնհայտ սուտ է կամ այնպիսի հիմարություն է, որ ոչ մեկի վրա դա չի ազդի, ոչ։ Ես օրերս մի հիվանդանոցում էի եւ մի բժշկի հետ էի խոսում, որը որ sense լուրջ աչքերով ասում է, բա այս օդի աղտոտվածությունը, որ շինարարության հետ է կապված եւ այլն, այդ բնակարանների կարիքը չկա Հայաստանում։ Դա ուղղակի ադրբեջանցիների համար է կառուցվում ու լուրջ այդպիսի բաներ է ասում դուք երևի նաեւ հավատացել եք, որ Հայաստանում 100 մզկիթ է կառուցվելու, որ Փաշինյանը խոսք է տվել Էրդողանին եւ այլն, հա իհարկե դուք կասկածում եք, ասում է։ Ես ողբերգությունը։ Հա, այո, ողբերգությունը, եթե դա գիտեք, անգրագետ, այսպես կրթություն չստացած մարդներ, բայց խոսում է բժիշկ ու ես երբ որ բնականաբար ես որոշ բանավեճի մեջ մտա, որը որ անիմաստ էր, որովհետև այդ մտածելակերպի տեր մարդուն մեկը ոչինչ չես համոզի։ Ուղղակի դուրս գալուց ես մտածում էի, լավ, այս մարդը հետարքե սրա բուժածը ինչ պետք է լինի, եթե ինքը այս մտածելակերպի ու այս խելքի տեր մարդ է։ Այնպես որ այո, ողբերգություն է եւ պետք է մենք այնուամենայնիվ չհուսահատվենք, ձեռքներս պետք է այսպես չթափտանք, ասենք, դե ողբերգություն է եւ վերջ։ Այդ ամենի դեմ պետք է պայքարել, պետք է փաստեր ստուգել եւ ներկայացնել հանրությանը, պետք է տարածել ճշգրիտ ինֆորմացիա, շատ ակտիվորեն հերքել այն ապատեղեկատվությունը, որ գալիս է, ի վերջո ինֆորմացիոն պատերազմ է, պետք է հենց ինֆորմացիայով եւ փաստերով, փաստարկներով դիմակայել դրան, հակառակ դեպքում այդ թյուրիմացության մեջ ընկած մոլորության մեջ մարդիկ կավելանան, դրանց քանակը կարող է ավելանալ եւ պետք չէ խուսափել բանավեճերից, գոնե այն պատճառով, որ իրանք իմանան, որ հակառակը մտածող այդ ստերին չհավատացող մարդիկ նույնպես բավականին շատ են եւ կրկնում եմ, մենք պետք է շատ ավելի շրջահայաց լինենք եւ շատ ավելի ակտիվ գործենք, քան այն ուժերը, որոնք որ այսպեսի բարդ սխեմաներով փորձում են Հայաստանի մեջ տագնապ տարածել,
այսպես արհեստական բողբողվածություն հասարակության մեջ մտցնել, դժգոհություն եւ այլն եւ այլն։ Պարոն Մելիքյան, եկեք պարզեցնենք մեր զրույցը, մակարդակը իջեցնենք, որպեսզի բոլորին պարզ լինի ինչի մասին է խոսքը։ Երբ որ տարածվում է Հայաստանի ներսում հայերեն լեզվով, դա շատ կարևոր է, ապա տեղեկատվություն առաջին հերթին Ռուսաստանից եւ նրանց սպասարկողներից Հայաստանի ներսում, երբ որ այդ ապատեղեկատվության շրջանակներում, ինչպես ձեր հարգելի բժիշկը նշեց, մզկիթներ են կառուցվում, չէ, ադրբեջանցիների համար տներ են կառուցվում Երևանում, Նիկոլ Փաշինյանը երեխաներին եփում է եւ ուտում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Սրա հիմնական թիրախը եւ նպատակը այն է, որպեսզի ընտրողը, հասցեատերը, վերջնական է դեզինֆորմացիայի, գնա ընտրությունների ժամանակ եւ քվեարկի Նիկոլ Փաշինյանին դեմ։ Ճիշտ եմ հասկանում։ Իհարկե։ Հետևաբար քվեարկի կամ մեր ձևով, կամ Ռոբերտ Քոչարյան, ալա Սերժ Սարգսյան, կամ այդ սպասարկումների ինչ որ մեկը օգտին։ Սա է, չէ՞, թիրախը, որպեսզի մեր հեռուստադիտողները հասկանան, ինչ են իրենցից ուզում։ Եթե մենք այս մտքերը տեղափոխենք, ասենք Մոլդովական դաշտ, տեսնում ենք, որ դա մեկից մեկ բռնում է։ Այսինքն նույն Ռուսաստանը հասկանում է, որ դե բոլոր երկրների հետ խորհրդային երկրների հետ հոչի պատերազմելու, այսպես ուժով գրավի տարածքներ, ինչպես Ուկրաինայում է անում։ Նա ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելով փորձում է մարդկանց գիտակցության վրա ազդել եւ ստանալ այնպիսի ռեժիմ հետխորհրդային երկրներում, որոնք որ իրենց խամաճիկները կլինեն եւ Պուտինի այդ խելահեղ գաղափարը իրականացվի սովետական միության վերականգնումը կամ, չգիտեմ, վերադարձը, այսպես ասենք, ինչքան որ հնարավոր է նախկին խորհրդային միությունից։ Եվ բազմաթիվ հրապարակումներ են եղել եւ արևմտյան մամուլում եւ փաստորեն նաև ամերիկյան establishment-ն էլ փաստեց եւ Թրամփին զեկուցել է, որ Պուտինը չի հրաժարվել իր այդ գաղափարից, որ ինքը ուզում է այդ կայսրությունը ինչ որ չափով գոնե վերականգնել եւ ինքը պլաններ ունի բոլոր հետխորհրդային երկրների նկատմամբ։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը ի վերջո կամ եւս մեկ անգամ ընտրություն կատարի։ Մենք ուզում ենք դառնալ ինչ որ գերտերության գուբերնիա եւ այն բարքերը, որոնք այնտեղ տիրում են, այն ռեժիմը, որ այնտեղ տիրում է, այն բռնապետական նորմերը, որ այնտեղ արմատավորվել են, տեղափոխվեն այստեղ եւ մենք այսպես որպես գուբերնիա եւ Ռուսաստանահապատակներ հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից, պետականությունից առհասարակ։ Եվ մեզանում ամբողջ ողբերգությունն այն է, որ այն հիմնական քաղաքական ուժերը, որոնք որ հավակնում են փոխարինելու Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին, բոլորը նայում են դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան, այսինքն նրանց համար մեկ է Հայաստանը ինքնիշխան կմնա, թե չի մնա, նրանց համար մեկ է, թե Հայաստանում այդ պետականությունը որպես այդպիսին միջազգային ճանաչված սահմաններով կլինի, թե չի լինի։ Մենք շատ լավ տեսանք 44 օրյա պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, ինչպես Արցախը դարձվեց մանրադրամ եւ փառուխ առ փառուխ հանձնվեց։ Մենք տեսանք, թե ինչպես իր պարտականությունները դաշնակցային չկատարեց Ռուսաստանը։ Պարոն Մելիքյան, ավելի հասարսուր բան է տեղի ունեցել։ Արցախցիներին հանձնեցին։ Այո, մարդկանց հանձնեցին եւ նույն հիբրիդային պատերազմի շնորհիվ փորձում են արցախցիներին ամբողջ այդ 100,000-ից ավել նորից օգտագործել ընտրությունների ժամանակ, այսպես խայծ են զոհին փորձում են եւս մեկ անգամ դարձնել զոհ։ Այո, որովհետեւ դա բավականին հեշտ է
եւ բավականին հեշտ է ամեն ինչ բարթել Նիկոլ Փաշինյանի վրա, ասել, որ ինքն էր մեղավոր եւ ոչ թե Ռուսաստանը։ Երբ որ մեղավորը առնվազն միայն ինքը չէր, իրերը անվանենք իրենց անունով։ Ինչ խոսք։ Միայն ինքը չէր։ Ինչ խոսք։ Հա, այստեղ ոչ մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտպանը չի, ոչ էլ դատապաշտպանը, ոչ էլ դատարանում ենք։ Ավելին ես ասեմ, եթե անձամբ ես Նիկոլ Փաշինյանին այսպես ինչ որ լուրջ այլընտրանք ունենայի, միգուցե սկսեի համադրել եւ ինչ որ մի բանի, ինչ որ այլ եզրակացության գալ, բայց այո, մեզանում շատ են մեր հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանից դժգոհողները, բայց դրա հետ մեկտեղ դժգոհողների մեծ մասը ես կարծում եմ համարում է, որ թեկուզ չարյաց փոքրագույնի եթե ընտրություն լինի, ապա այդպիսի ընտրություն պետք է կատարել, որովհետև շատ մեծ երևակայություն պետք չէ ունենալ, որպեսզի պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ հիմնական ռադիկալ ընդդիմության հաղթանակի դեպքում։ Այսինքն, պարոն Մելիքյան, նորից բարձրացնենք, հա, ձեր խոսքը, ձեր պրոֆեսիոնալ խոսքը։ Անշուշտ ընտրությունը ոչ թե լինելու է Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ Մերձևովի միջև, ընտրությունը լինելու է Արևմուտքի եւ Հյուսիսի միջև, Հայաստանի անկախության եւ չանկախության միջև, Հայաստանի արցախիզացիայի միջև եւ Հայաստանի ինքնիշխան հերանեկարների միջև, մեր գոյության կամ չգոյության միջև, իրականում շատ վճռոշ են լինելու այս ընտրությունները 26 թվականի եւ դրա համար է այս պատերազմը գնում, այս հարձակումը դրա համար է գնում։ Եվ Մոլդովայի հետ համատությունը միտքս դեռ չավարտեցի, ասեմ, որ այնտեղ հենց այդպես էր եւ ուղղակի Մոլդովայում տեսնելով, որ այլևս հնարավոր չի դիմակայել հիբրիդային այդ պատերազմին եւ այն ուժը, որը որ մեծ հաշվով մեծ հայտնի էլ չէր երկրում, բայց գալիս է եւ համարյա թե հաղթում է Սանդուի կուսակցությանը, արդեն իրանք տեսան, որ միակ բանը, որ կարելի է եւ հնարավոր է անել, դա այդ ուժին չեզոքացնելն է, այսինքն ընտրաշավից հանելն է։ Եվ իհարկե շատերը դա գնահատում էին որպես հակաժողովրդավարական քայլ, շատերը համարում էին, որ սա բռնություն է, բռնաճնշում է եւ այլն, բայց եթե դու ակնհայտորեն տեսնում ես, որ ներխուժումը քո ներքին քաղաքական կյանք այնպիսին է, որ քո եւ ազգային անվտանգությանը եւ պետականությանն է սպառնում, ժողովրդավարությունը իրավունք ունի իրեն պաշտպանելու։ Եվ այնտեղ այդ քայլը իրականացվեց, թեպետ իհարկե բավականին խոցելի քայլ կարող է դա համարվել, բայց մյուս կողմից այս պայմաններում ցանկացած ձևով ժողովրդավարությունը անհրաժեշտ է պահպանել, շատերը այստեղ այդ հիբրիդային պատերազմի ժողովրդավարությունը որպես պետականության հիմք Հայաստանի դեպքում։ Այո, սա մասին է խոսքը։ Եվ կարող են հազար ու մի հակափաստարկներ բերել, ժողովրդավարության պարագաներով արքեպիսկոպոսներին հնարավոր չէ տանել նստացնել, որ չգիտես այդ քաղաքական Պակին ծառայել է, դա հայրենիքին ծառայել է։ Մի խոսքով, այո, շատերը այդպեսին պետք է ասեն, այդպես պետք է ասեն, բայց ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հասարակության մեծամասնությունը պատկերացնում է ինչը ինչոց է։ Ես երբ այսպես հետ եմ նայում եւ վերհիշում եմ եւ արքեպիսկոպոսներից մեկի Աջափահյանի ելույթները, իդեպ այն ժամանակ, երբ դատախազությունը համարեց, որ այդտեղ ուրեմն բռնի հերաշրջման կոչ չկա, ես այն ժամանակ ճիշտ հակառակ կարծիքի էի եւ ասում էի, որ եթե Մայրաթորը հանձինս կաթողիկոսը կարգալույց չանի այդ արքեպիսկոպոսին, ուրեմն ինքն էլ է այդ կարծիքի եւ հետեւաբար սա քաղաքական պայքար է, իսկ բռնության կոչերը եւ
իշխանության բռնազավթումը դա քրեորեն պատժելի երևույթ է եւ այս առումով ես կարծում եմ որ որևէ ժողովրդավարական նորմ չի խախտվել այո դրանք ռազմական հեղաշրջման կոչեր էին եւ դա այդպես էլ պետք է լիներ նույնը վերաբերում մյուս arczepiskopos-ին ես սա հատուկ եմ ընդգծում որովհետև այդ հիբրիդային պատերազմի մասնակիցները հայաստանցի մասնակիցները հարթակների տարբեր հարթակների խմբագրեր եւ այլն շատ ակտիվորեն դա օգտագործում են որպես Սուրբ Արշավանքի կազմակերպման մասին Սուրբ այո Երևանի վրա եւ բացի այդ ինչ որ տեղի էր ունենում ընդդիմադիր շարժումը, սրբազան կոչված ընդդիմադիր շարժումը, ի վերջո մենք տեսանք, թե ինչ զարգացման բերեց հասցրեց եւ չգիտեմ ոնց կարելի է չհավատալ այն բացահայտումներին, որը որ արեց ազգային անվտանգության ծառայությունը, ես կարծում եմ, որ դրա վերջը բնականաբար պետք է լիներ ազատազրկումը։ Եվ շատ վատ է, որ այդ հարթակների խմբագրերը առանց ամաչելու կարող են ամբողջ մի քաղաքական ուժի ընդրազանգվածին, ասենք Նիկոլ Փաշինյանի ընդրազանգվածին անվանել հարթ ուղեղներ։ Եվ իրենց եւ կարող են պնդել, որ դա որպես մեդիափորձագետ կարող են պնդել, որ դա լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է, դա պիտակավորում է եւ որևէ կերպ չի կարող համատեղելի լինել պրոֆեսիոնալ լրագրության հետ։ Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ կամաց նկատվում է այդ դեգրադացիան նաեւ այն լրագրողական շրջանակներում, որոնք ժամանակին համարվում էին որակյալ։ Սա շատ մեծ մտահոգություն է առաջացնում, որովհետև ափսոսանքով միայն կարելի է արձանագրել, որ այդ տիպի մարդիկ պիտակավորելով, այսպես վիրավորական արտահայտություններով կարող են խոսել 100,000-ավոր մարդկանց մասին։ Մինչդեռ կարծում եմ, որ այդ 100,000-ավոր մարդկանց մեջ առնվազն 1,000-ավոր մարդիկ կան, որոնք որ փաստարկված, հիմնավորված կարող են այդ պրոպագանդիստական տիպի ելույթներին հակադարձել եւ հիմնավորել, թե իրենք ինչու են այնուամենայնիվ այդ կարծիքին։ Հուսանք, որ այդպիսի մարդկանց քանակը գնալով կավելանա մեր հասարակությունում, պարոն Մելիքյան, ինչը ավտոմատ կերպով այս հիբրիդային պատերազմի ազդեցությունը կչեզոքացնի կամ կնվազեցնի մեր հասարակության վրա։ Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր նկատառումների եւ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։